Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված մարտերն արդեն 2 օր շարունակ միջազգային առաջատար լրատվամիջոցների գլխավոր թեման են։ Անգլալեզու մեդիայի մեծ մասը բախումների մասին լուրեր ու հոդվածներ է հրապարակում ըստ զարգացումների, չսահմանափակվելով մեկ նյութով։ Աշխարհն ակնհայտորեն անտարբեր չէ, այդ լուրերն օրվա ընթացքում ամենաընթերցվածն են դառնում։ Напряженная остается обстановка в Нагорном Карабахе. Ռուսական առաջին ալիքն արդեն առավոտից թեմային հետևում է ոչ թե միջնորդավորված, այլ Ստեփանակերտ գործուղված սեփական թղթակցի միջոցով։ Չնայած նշելով, որ տեղեկությունները քիչ են, առաջին ալիքն այնուամենայնիվ արդեն ժամը 12-ի թողարկմանն ամենահագեցած տվյալները հաղորդեց կոնֆլիկտի գոտուց։ Самой столицы Нагорного Карабаха Степанакерте этим утром спокойно. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում այս առավոտ հանգիստ է։ Այստեղից մարտական գործողությունների վայր տասնյակ կիլոմետրեր են, եւ եթե նախորդին երեկոյան պայթյունների ձայներն այստեղ էին հասնում, ապա գիշերը հանգիստ անցավ։ Ամեն դեպքում հայկական կողմին հղումով ռեպորտաժում հնչում են տվյալներ, որ ադրբեջանցիները փորձել են Լեռնային Ղարաբաղ թափանցել տանկերով, հրետանիով եւ ավիացիայով, բայց հակահարված են ստացել։ Ռուսական ամենամեծ լսարանն ունեցող լրատվամիջոցը ցուցադրում է նաեւ հայկական ծանր տեխնիկայի տեղաշարժը դեպի առաջնագիծ։ BBC-ն մի քանի ժամը մեկ թարմացնում է մարտական գործողությունների գոտուն առնչվող տեղեկությունները։ Բրիտանական ամենահայտնի լրատվամիջոցը նշեց, Լեռնային Ղարաբաղը համարվում է նախկին Խորհրդային Միության տարածքի սառեցված հակամարտություններից մեկը։ Այնտեղ ապրող մարդիկ էթնիկ հայեր են։ Տարածքը հայկական վերահսկողության ներքո է, չնայած միջազգայինորեն այն համարվում է ադրբեջանական տարածք։ Այսօրվա լարումը 1994-ից ի վեր աննախադեպ է։ BBC-ն իր հոդվածներում հրապարակում է նաև երկու երկրների պաշտոնական տեղեկատվությունը, դրանք ներկայացնելով բռնություններ Լեռնային Ղարաբաղում, ծանրագույն բախումները տասնամյակների վեր, տասնյակ մարդիկ են սպանվել, պատերազմի ամենօրյա սպառնալիքի ներքո եւ իրավիճակը նկարագրող այլ վերնագրերով, կործանված ուղղաթիռի եւ այլ լուսանկարներով։ Deadly clashes have broken out on the front line of Euronews-ն այսօր առավոտյան հայտնեց, որ շաբաթօրը բռնկված մարտերը տասնյակ զոհերի պատճառ են դարձել եւ սպառնում են փխրուն հրադադարին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարին վկայակոչելով նշվում է, թե իբր 6 հայկական տանկ է շարքից հանվել եւ իբր 100 զինծառայող է զոհվել կամ վիրավորվել։ Իդեպ Euronews-ը հաղորդում է, որ Հայաստանը հերքում է այդ տվյալը։ Իսկ Ադրբեջանն ընդունել է իր MiG-24 ուղղաթիռի խոցման փաստը։ Լրատվամիջոցը մեջբերել է Հայաստանի պաշտպանության նախարարության մեկնաբանությունը։ Թշնամին օգտագործում է տանկեր, հրետանի եւ ավիացիա, փորձելով թափանցել Լեռնային Ղարաբաղի բանակի առաջնագծի խորը պաշտպանական դիրքեր եւ տակտիկական դիրքեր զբաղեցնել։ Թշնամին հետ է մղվել, մեջբերել է Euronews-ը։ Ռազմական գործողությունները բրիտանական Daily Mail-ի համար առիթ են հանդիսացել մանրամասնորեն ներկայացնելու կոնֆլիկտի արմատները Լեռնային Ղարաբաղի աշխարհաքաղաքական դիրքը։ Բազմամիլիոնանոց լսարան ունեցող լրատվամիջոցը հրապարակել է նաեւ հայկական զինուժի կողմից 3 խոցված ադրբեջանական ուղղաթիռի, հոսպիտալում բուժվող երեխայի եւ կրակահերթերից ոչնչացված ադրբեջանական ավտոմեքենայի լուսանկարները։ Լեռնային Ղարաբաղի համար մարտեր են բռնկվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, իր հոդվածը վերնագրել է New York Times-ը։ Թերթը նշել է, որ կիրառվել են տանկեր, հրետանի եւ օդուժ, որը թերևս կոնֆլիկտի նոր փուլ է։ Թերթն ավելացրել է, որ հրետանու կիրառումը սպառնում է 94-ին կնքված փխրուն հրադադարին։ New York Times-ը փոքրիկ անցում է կատարում նավթի գլոբալ շուկային, նշելով, որ նավթային տևական բումից հետո նավթի գների անկումը, որն Ադրբեջանի բյուջեի հիմնական աղբյուրն է, թույլատրել է այդ երկրի ռազմական ներուժը, ինչը հնարավոր է բռնություն սկսելու գործոն է։ The Southern Caucasus, rugged mountains and remote valleys. Deutsche Welle-ն հաղորդում է, որ հայաստանցի եւ ադրբեջանցի պաշտոնատար դեմքերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմի խախտման համար, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի առաջնագծի երկայնքով, որն իբր Ադրբեջանի տարածքում է, բայց էթնիկ հայերի հսկողության ներքո է։ Deutsche Welle-ի արցախցի ուղեկիցը գերմանական հեռուստաալիքին հայտարարում է. «Մենք մեր հողերի համար ենք պայքարում»։ CBS News-ը Associated Press-ին հղումով հաղորդեց, որ առնվազն 30 զինվորական եւ 1 հայ երեխա է զոհվել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ծագած դաժան մարտերի ժամանակ։ Լրատվամիջոցն ընդգծեց, որ հրադադարի հաստատումից ի վեր սա ամենաուժեղ խախտումն է։ Al Jazeera-ն ծավալված մարտերի մասին տեղեկատվությունն ուղեկցեց փորձագետի մեկնաբանություններով։ Նրա խոսքով Ռուսաստանը Հայաստանի հետ ռազմական դաշինք ունի, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը փորձում է ավելի մոտենալ Եվրոպային եւ Արևմուտքին, եւ որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։ Թվում է Ռուսաստանն ավելի շատ Հայաստանի կողմն է, հնչեց Al Jazeera-ի եթերից։ 22 ans après son entrée en vigueur. Ներկայացնելով կոնֆլիկտի պատմությունը France 24-ն այս օրերին տեղի ունեցողը բնորոշեց որպես մահացու մարտեր Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական եւ հայկական զինված ուժերի միջև։ Թեմային անդրադարձով CNN-ը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պնդում են զինված կոնֆլիկտի դիվանագիտական լուծումը։ Աշխարհում ամենամեծ լսարանն ունեցող ամերիկյան լրատվամիջոցը միաժամանակ հրապարակեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունն իրավիճակի վերաբերյալ։ Դավիթ Բաբայանը CNN-ի եթերից մասնավորապես ասաց.
Սա հրադադարի ռեժիմի, միջազգային իրավունքի, միջազգային հումանիտար իրավունքի եւ Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտում է։ Այն ինչ տեղի է ունենում Ադրբեջանա-Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում, ահաբեկչություն է։ Արմինե Ուդումյան, Առաջին ալիք։